Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն եմ։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպության համանախագահ պարոն Գագիկ Սարուխանյանի հետ։ Ողջունում եմ պարոն Սարուխանյան։ Ուրախ եմ, որ այսօր աշխատելու ենք։ Մենք նախորդ անգամ շատ զանգեր ունեցանք եւ ես չհասցրեցի պատասխանել բոլոր այդ զանգերին եւ հնարավորություն տալ մեր դիտողներին, հեռուստադիտողներին ձեզ ուղղել իրենց հարցերը։ Այդ իսկ պատճառով մենք այդ ժամանակ անց նորից հանդիպում ենք, ես նորից ձեզ հրավիրեցի, շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերը։ Իսկ ձեզ սիրելի հեռուստադիտողներ, կրկին հորդորում եմ եւ հիշեցնում եմ, որ դուք կարող եք զանգահարել եւ այսօր մենք ավելի շատ ժամանակ կտրամադրենք ձեր հեռախոսազանգերին։ Եվ այսպես, պարոն Սարուխանյան, եթե դուք մտադրվեիք սոցհարցում անցկացնել Հայաստանում եւ պետք է կազմեիք այդ սոցհարցման հարցերը, բայց կետերը 3 կետեր պետք է տայիք, որպեսզի պարզեիք, թե ինչն է անհանգստացնում այսօր հանրությանը առավելապես։ Այդ առաջի 3 կետերի մեջ եւ 4-րդը լիներ այլ կամ դուք ինքներդ նշեք, ձեր նշած որ կետերը կլինեն, ինչ եք կարծում։ Մենք այսպես սոցհարցումի հարցեր կկազմենք այսօր հաղորդման մեջ, ինչն է անհանգստացնում ձեզ, եւ երրորդը ինչն է ձեզ ուրախացնում կամ ինչն է հուսադրող ձեզ համար այսօր Հայաստանում։ Եվ այսպես առաջին մեր հատվածը թող լինի, ինչն է առավելապես ձեզ անհանգստացնում Հայաստանում։ Ոչ միայն Հայաստանում եւ աշխարհում։ Կարևոր հարց եք բարձրացնում, ինչի համար ըստ էության ձեր հարցադրումը վերաբերվում է ոչ թե բուն ձեր հարցադրման իմաստին, այլ այն գնահատականին, թե ինչ կանով են կարողացել նախկին բոլոր իշխանությունները հասնել իրենց նպատակին։ Այն առումով, թե ինչ կանով է իրենց հաջողվել կոտրել այս ազգին, մեր ազգին, հուսահատեցնել մեր ազգին, հասցնել անտարբերության այս աստիճանի, որ իսկապես շատ դժվար է գտնել այդ հարցադրումները, թե ինչն է հուզում այս ժողովրդին։ Մենք երբ որ ասենք դիապազոնը շատ մեծ է, այնքան մեծ է, այո, եւ դրա մեջ դիապազոնը մեծ է հարցադրումների, բայց հիմքում ընկած է մեկ բան՝ հուսահատությունը։ Այսինքն այս ժողովրդին արդեն ոչ մի բան չի դարքրում։ Հա, ոչ չի դարքրում։ Դուք պատկերացրեք մի վիճակ, երբ որ պայքարելու իր ապագա, իր վաղվա օրվա կամ ճշմարտության կամ արդարության համար անգամ այն ձևը, որ իրանց մատուցված է, որ գիտեք ինչ կա, պետք չի գալ հրապարակ, պետք չի ինչ-որ ձեզանից ինչ-որ մի բան կտրել, պետք չի ձեզանից ինչ-որ մի գործողություն պահանջել, ընդամենը նույն գործողությամբ եք զբաղվում, ինչ-որ ամեն օր, այսինքն գնում եք աշխատանքի, գալիս եք, նստում եք ձեր էկրանների դեմ ու ձեր օրը անցկացնում եք մինչև հաջորդ օրը։ Ընդամենը պետք է այդ 50 դրամ ավելելը չվճարել։ Այսինքն դրանից բան չի պահանջում, անգամ դրա համար չեն ուզում լիարժեք պայքարել։ Դուք պատկերացնում եք։ Գուցե կարևոր չեն համարում, պարոն Չէ, ոնց կարևոր չեն համարում։ Այսինքն մարդը կարևոր չի համարում, երբ որ իր գրպանը մտնում են եւ առանց իր թույլատվությամբ 50 դրամը վերցնում են։ Դե բացատրություններ են տալիս, այդտեղ դուք այդ 50 դրամի վրա եք կանգնել, բայց ես կայնում եմ պայքարի ունակության, այսինքն ժողովրդի տենչը դեպի ինչ-որ նպատակի։ Դեպի, այսինքն հետարքիր չի, կասեն 500 դրամ կմուծեն ու էլի հիմնավորում կգտնեն։ Դե 300-ը չմուծվեց, 300-ը դա այսինքն լավ, սկսենք 300-ը չմուծվեց, այսինքն օդից վերցրած թիվ էր, հա։ Այսինքն այդ 300-ը, որ մատուցել էին, կար հաշվարկ, կար չկար։ 150-ը, որ հիմա ստիպողաբար վերցնում են եւ մի հատ էլ ամոթանք են տալի այն չմուծողներին։ Այսինքն կա հաշվարկ, գնա գոյացման, ասենք քաղաքականություն գոյություն ունի, process-ներ կան։ Ոնց է գոյացել այդ 150-ը։ Չկա, այսինքն զորով մտնում են մարդու գրպանը։ Այդ թող ինձ ասեն, գիտեք ինչ կա, իրականում տրանսպորտի գինը 60 դրամ, հա,
կլորացնում 100-ը թողում ենք բան, բայց 400 պետք է մուծեք եւ հետեւեք, էս էլ ֆոնդը, որ 300 դրամները գնալու են այս ինչ հաշվի, որ մետրո կառուցեք։ Կրեք նպատակը եւ այսինքն չի ասում։ Գնում եք դեպի պայքար։ Մենք սկզբից էինք սկսում։ Հիմա երբ որ մենք ուսումնասիրում ենք ժողովրդի պատրաստակամությունը ինչ որ նպատակի հասնելու եւ դրանից էլ հետեւությունը ասում թե ինչ է դերեք հարցադրումը կանեի այսինքն դուք ինչ եք ասում եք կարող է շատ բանից դժգոհեն բայց այդպես ներսում դժգոհեն հետո թողնեն ու գնան ոչ թե գնան դեպի պայքար գնան դեպի շտկելը այդ մասին է խոսքը ես դրամար ասեցի ձեր հարցադրման մեջ կա շատ խորքային մի բան որ մենք ըստ էության այսօր տալիս ենք այն վերջի 35 տարվա ընթացքում 34 տարվա ընթացքում այս ոչ ու փուչ այսպես կոչված 4 իշխանությունների կատարած աշխատանքի վերաբերյալ նրանք կատարել են գերազանց աշխատանք ազգին ծնկի բերելու հարցով մեկը ծնկի բերում են նրանով որ չէին հասկանում սկզբից ինչ բանա միջազգային հարաբերությունները դե Լևոնն է ինչ ուզում ստորագրում է դե պատերազմը կայացրեց հերիկա այսինքն պետք է մինչև վերջ գնալ այ ոնց որ այսօր Ալիևն է ստիպում չէ կետ առ կետ այդտեն ստիպել են մեծ Ալիևին այս կետնել այն կետնել ստիպել հասցնել դա չի արել ինչու՞ է չի արել ոչ թե փորձառու չէր այլ որովհետև ինքը Կրեմլի գործակալն էր չէր կարելի Կրեմլի ձեռից այս կռվախանձորը խլել չէր կարելի այսինքն նա պետք է թողեր այս վիճակը սենց նա է ձև արեց հետագայում ասենք Ռոբերտ Քոչարյանը ինչ արեց կոտրեց ժողովրդին իր քրեալիգարխիկ համակարգը զարգացնելով ամեն ինչը զարգացնելով հայկական երկաթգիծը անունը դնելով Հարավ Կովկասյան դրանով իսկ նախապատրաստել հող որ վաղը մյուս օր Հայաստանը դարձնեն Հարավ Կովկասյան հանրապետություն ես տենց եմ հասկանում ինչ է նշանակում Հարավ Կովկասի մենք անվանում ենք Ռուսաստանին Հյուսիս Կովկասյան պետություն, կայսրություն։ Դա Ռուսաստանն է, սա էլ է Հայաստան։ Այսինքն նման մանր, կարծես թե մանր, այդ գործարքը 100 միլիոն դոլարի կլորացրած 190 քանիս էր։ Միլիոն դոլարի դիմաց ամբողջ տնտեսությունը հանձնեց ռուսներին։ Ամբողջ բերեց մեզ կախվածության ռուսական կայսրությունից։ Այն ժամանակ, երբ որ պարսիկները ասում են, եղբայր ջան, մենք ձեզ գազն էլ կտանք, նավթն էլ կտանք, դրա դիմաց սարքեք էլեկտրականությունը, էլեկտրականությամբ վերադարձրեք մեզ։ Չէ, ոնց կարելի է ռուսական կայսրության ազդեցության տակից դուրս գալ կամ ինչ-որ կոնկուրենտ այլ ընտրանք ունենալ։ Սրա մասին է խոսքը։ Սերժ Սարգսյանի օրոք մենք չենք մոռացել Սաշիկի տղայի հերոսությունները, հա, ոստիկանների նկատմամբ, սովորական քաղաքացիների ու ոչ թե միայն դա օրինակը ես բերում եմ առանձին, բայց վերջերս համատարած ով մի քիչ տեր ուներ, մեշկ ուներ, դու կարող մարդ սպանել, գին ուներ դա։ Այսինքն կամած կոտրեցին այն ասացվածքը, որը եղունգ ունես գլուխդ քորի, մտցրին զորով մեր ժողովրդի մեջ։ Ինչպես եք դա բացում հիմա մեր ժողովրդի դեպքում այդ ասացվածքը։ Ահա, այդ ասացվածքը, այսինքն դու կողքդ մարդ ես սպանում, արա քեզ պետք է, նայ դու այստեղ 1000 դրամ ունես լռելու համար, լռի էլի։ Այդ ձև, եղունգ ունես գլուխդ քորի, 1000 դրամը փորը դա ցավացնում։ 5000 դրամը փորը ցավացնում, հա։ Վեկալ գնարա մեկը իրան կանցել են արդեն ով պետքա դե որոշված ա։ Այդ ընտրությունների թեման։ Այո, ամեն ինչի մեջ կոտրեցին վերջնական։ Եվ այս ոչ ու փուչը այսօրվա վերջնական ապացուցեց։ Ով եք դուք է։ Ով եք փողոց հելլող եք դուք։ Դե հելեք, դե նա ինչ եք անում։ Ինչ կուզեմ եք ստորագրեմ։ Բարձավ։ Ինչ կուզեմ եք ստորագրեմ։ Այսինքն այն մեր հավերժական խնդիրը, որ եթե մարդուն տալիս ես մանդատ, ապա մանդատը հետ վերցնելու ձևն էլ է պետք գտնել։ Ու դրա ձևը կա։ Ոչ թե ասենք ինչ-որ լրացուցիչ օրենքներով, այ եթե սենց չարեց հետ ենք կանչում, այդ հետ կանչման պրոցեսն էլ է շատ բարդ։ Ընդամենը կարճացրել այդ հետ կա։ Այսինքն 2 տարի սարքի։ 2 տարի հետո մի հատ էլ քննություն պետք է տա։ 2 տարի հետո մի հատ էլ քննություն պետք է տա։ Մի հատ էլ արանքում 1 տարի 1, մի հատ էլ փորձնական, ասենք միջանկյալ։ Այսինքն դժվարացրա։ Ատեստացիա անցկացնել։ Այո, իհարկե։ Որ այդ մինչև այդ մարդը դա պաշտոնի, ինքը պետք է իմանա, որ ես ընդունել եմ էսի այս ձևով, պետք է առնվազն գոնե այս ձևով հանձնեմ, եթե ոչ ավելի լավ։ Այսինքն ինքը պետք է զգա, որ ինքը պատասխանատվությամբ պետք է ենթարկվի։ Լավ է էլի, այնքան որ ինչ ճանապարհով ուզում ես հասի իշխանության, ինչ ճանապարհով ուզում ես կապ չունի իշխանություն հասնելուց հետո
պրծած ես, որտեղ մենք տեսնում ենք, Լևոն, Ռոբերտ, Սերժ, ֆրֆռում են, ոնց ուզում են, հələ ոչ չեն ֆրֆռում, հələ մի հատ էլ հանդգնում են, որ մենք ենք ամենալավը, մեզ պիտի ընտրեք։ Ունեն այդ ռեսուրսները, գիտեք ոնց ունեն, աշխատանքի են ընդունել, մարդկանց ընդունել են աշխատանքի, ասում եք հելես միտինգի, ցույց տանք, որ մենք 20-30 հազար ենք, 50 հազար ենք, չհելար միտինգի աղբորոտ էլ հետը չբերիր, գործից կզրգվես, այդ մարդն ընտանիք է պահում, մի օր չաշխատավ, ինք արդեն ինֆարկտի մեջ է, հիմա այս ժողովրդից, ինչ կարանք ուզենք, ինչ կարանք ուզենք, գնամ ես հարցնեմ, օրինակ փողոցում մոտենում եմ, բարև ձեզ, հա աշխատում եք, որտեղ եք աշխատում, օրինակ Ծառուկյան Գագիկի լցակայաններից մեկում կամ հիմնարկներից մեկում, կամ Սամվել Ալեքսանյանի, ասենք, սուպերմարկետներից մեկում մենեջեր եմ, եւ ինչ կարող է պատասխանի այդ մարդը, ոչ մի բան, ոչ մի հարցի ինքը ռեալ չի, օթից մի ընդանուր ինչ-որ Facebook-ներում տեսել է, այնց մոտավորապես բաներ, կասի կանսիկ էտա, բայց իրական, այդ մարդը իր իրավունքները չի պաշտպանի, չի պաշտպանի, իր մտահոգությունը իհարկե, որովհետև ինքը իր մտահոգությունը իր մեջ է, իր մտահոգությունը, որ ասի, կկանչի այդ իր շեվը, կասի, այ տղա, էստել է աստղես, դառը, այս հարցեր ես բարձրացնում, Պարոն Սաուխանյան, թույլ տվեք առաջին կետը ձևակերպել ձեր, փաստորեն դուք չասեցիք, բայց ձեր այդ բացված պատասխանից կգամ դրան էլի կասեմ դուրս բերեմ տեսնենք, դա է թե ոչ, առաջին կետը ինչն է անհանգստացնում ձեզ, անհատապես դուք նշեցիք ինչն է ձեզ անհանգստացնում, ժողովուրդը պայքարելու ուժ ու իր ուժերին վստահություն չունի, կարելի է այդպես ձևակերպել։ Դա անհանգստացնող է։ Այո, դա անհանգստացնող է ինձ, անձամբ ինձ։ Եվ ես ամեն ինչ եմ անում, որ դա վերադարձնեմ ժողովրդին։ Ամեն ինչ, ամեն քայլափոխին։ Ամեն քայլափոխին, տեսեք, ես օրինակ նորից նույն այդ 50 դրամների պատմությունը բերեմ։ Ես ի վիճակի եմ վճարել այդ գումարը, բայց ես ցուցադրաբար ոչ մի տրանսպորտում չեմ մուծում։ Չեմ մուծում, ցույց տալով ժողովրդին, որ տեսեք, ես կոկիկ հագնված եմ, ես ի վիճակի եմ, ես չեմ մուծում, դուք էլ պետք է չեմ մուծում, ես բառ չեմ խոսում։ Միայն այն մարդիկ, երբ որ ես այդ տրանսպորտից շատ եմ օգտվում։ Ում եք վնասում դրանով։ Ում եք պատժում, ում եք պատժում ձեր չվճարելով։ Չէ, դա պետք է հասկանալ։ Ես գնահատական չեմ տալիս։ Դա ունի մի քանի ձեր մտածելակերպն է հետաքրքիր։ Նախ եւ առաջ ժողովրդի պայքարելու ունակությունը գոնե ինչ-որ ձև շարժել։ Այսինքն գոնին կհասկանա, այ ախպեր, իսկ պայքարի ձևը ցույց եք տալիս։ Գոնե դրանից սկսենք։ Ես մի օրինակ կարամ բերեմ, երբ որ ժամանակին Ամերիկայի Միացյալ Նահանգներում սևամորտների նկատմամբ որոշում էր ընդունվել, որ այդ մարդիկ պետքա ավտոբուսում հետևի մասում գրավեն տեղերը, դեմի մասում սպիտակները։ Դա շատ էր վիրավորել սևամորտներին։ Եվ Մարտին Լութեր Քինգի կոչով, դուք պատկերացրեք, ամիսներով սևամորտները ավտոբուս չնստեցին։ Անգամ եթե իրանց պետք էր գործի հասնել, 20 կիլոմետր ոտով գնացել են։ Ոտով գնա 3-4 ժամ շուտա դուրս եկել, գնաց է հասել է իր գործին։ Եվ Ամերիկայի կառավարությունը ստիպված եղավ այդ որոշումը հետ վերցնել։ Այսինքն անգամ սևամորտները Ամերիկայի նման երկրում պայքարեցին եւ հասան իրենց նպատակին։ Եվ որ ես համեմատականը դնում եմ, որ ընդամենը այդ մարդուն պետք է ասես, գիտեք ինչ կա, տվեք ինձ հնարավորություն 100 դրամը մուծելու։ Այդ թերսելները բան արեցին, ընդդեմ միայն 150-ով կարող ես վերցնել, ընդել ամոթանքի վրա են թողել, ամոթա, ասենց նայում են հայացքները քո, իրան գիտեն թե իրան, ապտի ամաչի են 50 դրամ քո գրպանը մտնողը։ Պարոն Սաուխանյան, իհարկե մասնավոր դեպք եք վերցրել։ Այո, որովհետև այս բոլոր օրինակները պետք է մասնավոր դեպքի հասկանալի։ Բայց ես մի ուրիշ տարբերակ էլ բանաձևել ներկայացնեմ, հա։ Դուք իջնում եք, բայց ոչ թե չեք վճարում, այլ 100 դրամն եք դնում եւ դուրս գալիս։ Այդ տարբերակը որովհետև արդեն 1-2 անգամ ասել, որտե այնտեղ կամերա կա, իրանց հրանգել են գումար չվերցնել։ Դե չեն վերցնում, դե որ չի վերցնելու։ Լավ, առաջինը ուրեմն ժողովրդը պայքարելու ուժ ու ամենակարևորը իր ուժերի հանդեպ վստահություն չունի, նա չի համարում ոչ թե ուժ չունի վստահ պայքարելու, այլ ինքը վստահ չի, որ այո, որ եթե ինքը խնդիր ունի եւ փորձի այդ խնդիրը հասցնել, բարձրաձայնել, անգամ այդ բարձրաձայնելու իրավունքը ունի, բայց հույսը չունի, որ այդ ձայնը կհասնի տեղ։ Դա առաջինն է։ Հիմա տեսեք, շարունակում ենք, հիմա էլ ինչն է ձեզ մտածում։ Հիմա տեսեք, մենք եկանք, ասենք, օրինակը բերելով այդ տրանսպորտի գինը, մենք հիմա շարունակում ենք։ Հիմա ո՞նց կարելի է մարդկանց բացատրել,
որ գիտեք ինչ կա, այս ամեն ինչի հիմքում դրված է սահմանադրությունը։ Այսինքն սահմանադրության փոփոխության պարագայում մենք կկարողանանք որոշակի բաներ անել։ Այս մարդկանց ոնց որ այ ախպես կի այդ մարդը ջանը տերովին տերատարանի սահմանա ինքը անգամ խորապես չի գիտակցում սահմանադրության իրական ուժը։ Հա։ Այսինքն այդ սահմանադրությունն է թելադրում, որ գիտես ինչ կա, որ ընտրեցիր 4-5 տարի գերի չես ընկնելու։ Դու պետք է ընդամենը 2 տարվա մեջ սրան փոխես։ Այսինքն ոչ թե ինքը որոշի թե երբ հրաժարական տան նոր ընտրություն անցկացնի, երբ որ պարալիզացված է, այսինքն մարդկանց գայարանները, բաներ նորից վերանտրվի։ Ցույց տալով 2 անգամ ցույց տալիս, որ տեսեք ես եմ ընտրվում։ Այլ այն պիկի վրա բռնցվի, որ ասենք ինքը իր process-ները կատարում է։ Որ ասենք ինքը երկարատև ծրագրեր է մշակել, որը պարունակում է 5-10 տարվա, ասենք, գործընթաց, բայց գոնե 2 տարի հետո պետք է հաշվետվություն տա, այդ ծրագրերից ո՞րն է կատարը, ինչն է կատարը։ Կամ որ փուլում է։ Այո, այսինքն սահմանադրության բարձր, ասենց ասենք, ես կասեի հիմնարար նշանակությունը մարդիկ անգամ չեն ընկալում։ Դա էլ երկրորդ խնդիրը։ Երկրորդ խնդիրը, այսինքն քաղաքականապես զարգացած չի մեր ազգը։ Այո, մեր ազգի մեջ շատ գիտնականներ կան։ Կարող ես ասենք այդ ինչ որ մի հատ ֆիզիկայի օրինակով խորանա բան, հետո մի հատ էլ հայոյի ես երկրին, ասի, այ ախպեր ջան, տես ես գիտական այսքան բաներ ունեմ, հնարավորություն չեն տալիս, սա իրականացնեմ, թող գնա Ռուսաստան կամ Ֆրանսիա, այնտեղ թողեմ։ Այնտեղ կտան $10,000, ասենք, աշխատավարձ կասեն դե ընտանակիցն էլ բեր ապրի։ Այսինքն ստե արդեն ուղեղների արտահոսքի խնդիրն է, չէ՞։ Բայց ինքը, տեսեք, այդ գիտնականը խորապես քաղաքականապես զարգացած չի։ Նա զարգացած չի, նա չի տենում այդ, ինքը զարգացել է ֆիզիկայի մեջ, մաթեմատիկայի մեջ, մեկը գյուղատնտեսության մեջ, բայց այնուամենայնիվ ինքը դեռ չի դառել քաղաքացի։ Ինքը չի դառել քաղաքացի, որ գիտեք ինչ կա, կյանքում պայքարը մենակ քո անձնական պայքարը չի, քո եւ քո ընտանիքի համար։ Դու պետք է նաեւ պայքարես հանրության համար։ Դրա համար դու հանրային մարդ ես։ Այսինքն, եթե դու ի պաշտոնե ճանաչված բժիշկ ես, դու ճանաչված ֆիզիկոս ես, դու ճանաչված մանկավարժ ես, դու արդեն հանրային մարդ ես, ու դու պարտավոր ես այդ հանրության համար որոշակի քայլեր անել։ Այսինքն նաև սրա գիտակցություն է, հա, այսինքն որ պետք է մենք կրթենք մեր ժողովրդին քաղաքականապես զարգանք։ Ձևակերպեմ։ Երկու այսպես հատված առանձնացրեցի։ Առաջինը, երկրորդ կետը, մենք խոսում ենք այն մասին, ինչն է այսօր անհանգստացնում, չէ՞։ Երկրորդ կետը, այսպես ֆորմալ ժողովրդավարություն է կարծես թե Հայաստանում, եւ իմ իրավունքները պաշտպանված չեն, ասում է մարդը, որովհետեւ սահմանադրությունը թերի տեղեր ունի։ Իմ իրավունքները 100%-ով ես վստահ չեմ, որ պաշտպանված են, եւ երկրորդ կտորը, որը կարծում եմ դա, չգիտեմ, դա խնդիր է թե չէ, դա երևի յուրաքանչյուր անհատը իր մեջ պետք է այդ խնդրի լուծումը գտնի, մենք լավ չենք տիրապետում, մենք լավ չենք իրազեկված մեր իրավունքների մասին, այդ մասին էիք դուք կարծեմ խոսում, բայց այդտեղ կարող են հակադարձել ձեզ եւ ասել, արևորությունը օրենքի գերիշխանություն։ Այդ մասը այսպես ստացվեց ձեր ասելով, ոնց որ ես ձևակերպեցի, բայց դա սխալ է։ Եկեք ավելի հստակեցրեք ձեր տեսակետը։ Այդ ձեր իրավունքներին տիրապետելու ինֆորմացիային կամ օրենքների ճանաչողությունը, կամ դուք ասում եք քաղաքականապես հասուն չի հասարակությունը։ Դա ես նորից կասեմ, ձեզ հակադարձեն, կասեն դե գնա սովորի, գնա ուսումնասիրի, գնա իրազեկ եղիր։ Ինչն եք դուք մատնանշում, նորից հետ գանք եւ նորից ասեք ինչի մասին եք դուք խոսում։ Այն հատվածը, ովքեր իրանց վրա ստանձնել են դեր երկիրը փրկել այս վիճակից, նրանք պետք է խորապես գիտակցեն, որ երկրի փրկությունը կարող է լինել միայն ժողովրդին, հիմա շատ տարածված այդ բանը, արթնացնելով, որ արթնանա ժողովուրդը։ Բայց ասենք, եթե ժողովուրդը արթնացավ եւ ռեալ ճանապարհը չգիտի, ռեալ ճանապարհը, որովհետեւ հարյուրավոր լրատվամիջոցներ քարոզում են, որ Ռուսաստանը չլի, մենք կորացենք։ Այսինքն նա պետք է լիարժեք ստանա, ասենք այն ինֆորմացիան, որ ինքը որոշի Ռուսաստանը լինի կորացեմ, թե կորած չեմ։ Դե տեսեք, ես շատ կոպիտ եմ օրինակները բերում, որպեսզի հասկանալի պատկերը։
Իմաստը միայն արթնանալը չի, այլ նրանց պետք է արթնացնել այն ուղղությամբ, որ ինքը հավասարաչափ ինֆորմացիային կարողանա տիրապետի եւ վերլուծի։ Այդ վերլուծելու համար պետք են քաղաքական գործիչները, այն մարդիկ հանրային ճանաչված գործիչները աշխատեն ոչ թե միայն այն ուղղությամբ, որը իրանց է ձեռ տալի կամ որը աղբյուրից ինքը սնվում է ավելի շատ այդ ուղղությամբ տանի կամ դիմացինի թերությունները ասի, բայց յուրայիններից ոչ մի բան չխոսա։ Օրինակ ես էդի կարամ շատ հստակ բաները բերեմ, օրինակները, երբ որ նախկինների այսպես կոչված լրատվամիջոցները այն շան լափը թափում են Նիկոլի գլխին։ Լավ են անում, շատ ճիշտ, բայց իրանց շեֆերի կատարած նախկինների իշխանության ոչ մի թերություններին չեն անդրադառնում։ Ես մեղմ ասեցի թերություններին, կասեի հանցագործություններին։ Այսինքն սա ստացվում է նորից ժողովրդին բևեռացնել, այն հոգնած բեզարած մարդը, որը եկել է դաշտից կամ գործարանից կամ աշխատանքից եկել է միակ ինֆորմացիա է ուզում լսի, միակողմանի այդ մարդուն բան են անում։ Այսինքն ստեն նաև ինֆորմացիայի մատուցման լայն սպեկտրա պետք տալ, որ մարդը ընտրություն կատարի, իրան հնարավորություն չեն տալի այդ ընտրությունը կատարելու։ Իրան տալիս են այն, տեսեք, ասում են կամ պետքա աթարը ընտրես կամ թրիկը։ Աթարը նախկիններն են, թրիկներն ներկանան։ Ինքը չկա միջանկյալ այլ բան, որ ասում հա ոչ աթարն եմ ուզում, ոչ թրիկը, վառելափայտն եմ ուզում։ Այսինքն վառելափայտը կա, բայց դրա մասին ինֆորմացիա չկա։ Կամ շատ քիչ է։ Գուցե անհատի խնդիրն է, նա ուզում է իր ծամեն դնեն բերանը, այսպես ասած կոպիտ։ Դա էդ էլ կա, տեսեք, շղթայա կապված է նաև այն առաջի տարբերակից, որ պայքարի իմաստը չկա, հուսահատվել է։ Ես ձեզ ասեմ, նման թամբալություն շակերտներում, թամբալություն քաղաքական առումով իր ճակատագրի ապագայի վերաբերյալ կարող են իրանց թույլ տալ այն ազգերը, ում պապերը ժամանակին կռվեն տվել եւ ունեցել են ժաննադարկեր եւ իրանց ազգի համար ազատություններ են բերել։ Այսինքն այդ ազգի ներկայացուցիչը կարա մի քիչ իրան թույլատնի ասել դե թող անեն, վստահ լինելու որ լավն են անելու։ Վստահ չնայած անգամ այդ դեպքում պետքա մշտապես պայքար։ Ուրեմն ազատությունը դա միանվագ երևույթ չի, որ ահան այ ոնց որ 91 թվականը ստացանք անկախություն, всё, ստացանք ու սա գնացին իրենց տները։ Հատե չէ, անկախության համար ամեն օր պետք է քրդանաջան աշխատես։ Եվ ընտրությունդ կատարես, թե այս մարդը ինչ ասում մեր վաղվա օրվա համար, որ այս ազատությունը մեր ձեռից հանգարտ չխլեն, ում ընտրենք։ Չէ, հրամցրեցին նորից ԶԼՄ-ների միջոցով, լավ ապեր տղեկի միջոցով, թաղերում գնում էին այդ հիշում եմ այն բեսեդկեքում կային տղեկը հավաքված ящикով պիվա էին դնում ու զակուսկի տղեկ ջան ընտրում ենք թաղապետ էս ինչին մեր լավ աղբերն է արա մենք լավ աղբեր չենք ընտրում մենք ընտրում ենք թե մեր վաղվա ապագայի համար ինքը ինչ հայացքներ ունի այսինքն հենց այդ առաջի փուլերից այն վաղտած մինչև օրս էլ էտա հիմա նայեք այս նորերի այսինքն այս դավաճանների քաղաքականությունը ինչ է Յա, կարոտել եք, հենց ես գնացին նրանք են գալու, նախկիններն են գալու, այսինքն ինքը նորից ժողովրդին չի տալ այդ այլ ընտրանքը, որ չէ, ես որ չեղա իրանք են գալու, դրա համար Նիկոլ Փաշինյանին շատ ձեռ է տալի, Ռոբերտա Սերժական այս կոալիցիան ազգային ժողովում որպես ընդդիմություն։ Բայց Սախանյան ոչ ոք չի արգելել կամ եթե արգելել է դուք ասում եք, երրորդ ուժին գալ եւ այսպես ամբողջ մի իր հասակով կանգնել եւ ասել ոչ Նիկոլ Փաշինյան, ոչ նախկին, ոչ ներկա, այ մենք ենք։ Բևերն է կարծես թե այդ դերը ստանձնում։ Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպություն եւս դա է։ Խանգարող հանգամանք կա, որ այդ երրորդ ուժը կա եւ ասի ինչ եք ժողովուրդ թակարդը ընկել կամ ներքին կամ նախքին լիքը խանգարող բան դե հիմա եկեք այս իմ փելադրած սաղ ամեն ինչը գումարենք ու տենանք այդ երրորդ ուժին ինչքանով է ռեալ լուրջ արդյունքների հասնել մարդկանց հիասթափությունը երկրորդ հանգամանքը որ մի մասը այդ նույն ժողովրդի որ մտքով հասկանում է որ ինքը ճիշտ է բայց աշխատում է Այս ինչ օլիգարխների ձեռի տակ, հա? Մնացած սաղ օլիգարխների ձեռի տակ, որովհետև սաղ հիմնարկությունները իրանց ձեռքի տակ են,
Շատ քչերն են, որ այսինքն ինքը ինքնուրույն մի հատ բիզնես է դրե, այդ ինքնուրույն բիզնեսով հազիվ օրվա հասնա վաստակում, այն էլ որ մի հատ սխալ բաներ հարկայինը վրա կտա ու վերջացավ։ Այսինքն այդ երրորդը եկանք մոտեցանք լրատվամիջոցները։ Տեսեք, լրատվամիջոցներ կան, որ մի 100 հատ են, 100 հատից մեկը, երկուսը 3-ն է, շոր նորմալ, իդեպ ես ուզում եմ անպայման նշեմ նաև ձեր լրատվամիջոցն է, որ հնարավորություն տալիս է այլ ընտրանքը, ասենք, գոնե հնչեցնի։ Բայց հələ մի հատ համացանցով բացեք նայեք, ինչքան լրատվամիջոցներ կան։ Ու մարդը հատուկ չի ման գալի, որ հատուկ գտնի եսի ինչ է։ Ինքը չէ որ ինքը ուղղակի ուզում է լսի։ Տենում է սա նույն բանն են ասում։ Այսինքն 90-ը մի բան են ասում, 1, 2, 3 ուրիշ բան, ինքը 90-ն էլ չի նայում։ Որ 90-ի մեջից այդ 2-3-ը աչքին ընկնի ու ինքը բան անի։ Ինքը ուղղակի ինչ պատեց միացնում է։ Ու այսօր շատ են այդ 3, 4-ը, ուրեմն 5-րդ Շարասյան, ասենք, գործելակերպը։ Այսինքն այն ինչ որ մենք ասում ենք 30 տարի, 35 տարի ասում ենք, թե ինչա պետք անել, նույն բանը սկսել են անել Նիկոլամետները, նախկիններից որոշ մի մաս։ Այսինքն մարդը դասմար է, սրանք սիրուն են խոսում։ Ու դուք գիտեք ինչ, իմ մտքերը, որը ես 30 տարի եմ ասում, այս վերջի 1-2 տարվա մեջ աճած, ի հայտ եկած անձինք նույն բանը ասում։ Գուցե հասկացել են, խելոքացել են։ Չէ։ Վերջում։ Ուրեմն եթե հասկացել, խելոքացել են, ուրեմն իր մոտ պակասում է պարկեշտությունը։ Ինքը գոնե պետքա գա։ Այսինքն դու Նժդեհյան գաղափարախոսությամբ առաջնորդվում ես, բայց Նժդեհին բանը տեղ չես դնում։ Ոնց կլինի։ Այսինքն ինքը գոնե պետքա գա, ասի շնորհակալություն ես 30 տարի ինչ պայքարել եք, այս տաֆետը մենք վերցնում ենք։ Ես էլ ասեմ, արա Աստված մեծ է, գնացի հանգստի։ Այսինքն չէ, ինքը չի գալ, ինքը դա ներկայացնում է որպես ինքնուրույն հասած մտքեր, բանը, դա շատ լավ է։ Մյուս գոնեով առաջնորդվում եմ, ես չնայած ես դեմ եմ գոնեով առաջնորդվելուն, բայց այս պարագայում ասում եմ գոնե մարդիկ կան, որ կրկնում են արդեն։ Երրորդ մտահոգությունը այսպես ձևակերպեցի, նոր ուժեր չկան, նորից մարդկանց նոր ուժերին հնարավորություն չի տրվում իրենց հանրությանը դեպի հանրություն կարողանան լայն դուրս գան եւ էլի մենք ընկած ենք այդ թակարդի մեջ, այդ երկընտրանքի մեջ են նորից մեզ մտցնում, այդ ծուղակն են մտցնում։ Ես որպես երրորդ հարց ուզում եի ուրիշ բան ձևակերպեի։ Ես ուղղակի այն բացումն էի անում, որ դուք ասացիք երկրորդ հարցի հետ կապված ճշգրտումն էր սա։ Լավ։ Հիմա տեսեք, մենք ազգովի ունենք մի խնդիր։ Ես ուղղն ու ծուծով հայամետ եմ։ Հայաստանը ինձ համար ամեն ինչ է, իմ ընտանիքն է, իմ տունն է, իմ տանիքն է, իմ հողն է, իմ ջուրն է։ Ես հայամետ եմ։ Բայց ես տեսնում եմ, որ ես հզորագույն սելաֆիդեմ, չարիքի սելաֆիդեմ, միայնակ դու չես կարող կայնես։ Այսինքն այն մարդիկ, ովքեր ասում են, դե մենք հայերս սենց կանենք, կռվենք, այ աղբեր ջան, լավ, հասկացանք, որ ոգիդ լավն է, բայց ուղեղդ որտեղ է։ Ուղեղդ որտեղ է։ Տեսա չկարողացանք մենք Արցախի դեմը առնենք, որովհետև չունեինք ճիշտ դաշնակիցներ։ Հիմա մենք տեսնում ենք Ուկրաինայում 35-40 միլիոնանոց երկիրը չի կարողանում միայնակ այդ սելաֆիդեմն առնի, չէ՞ որ ուրան ուզում են ճնշեն։ Այսինքն այստեղ հայերը պետքա մենք որպես պետություն, որպես ազգ, մենք պետքա ռեալ մեր դաշնակիցներն ունենանք։ Հիմա sense խնդիր քաղաքականության մեջ ինչպես հայտնի է, որ չկան հավերժ թշնամիներ, չկան հավերժ դաշնակիցներ, չէ՞։ Մենք տեսնում ենք, որ ռուսական կայսրությունը որպես դաշնակից հայերից նկատմամբ իր դերը չի կատարում։ Ինքը ընդհանրապես այս մեր հետ դաշնակցությունը, դաշինքի մեջ լինելու այդ հանգամանքը օգտագործում է այլ պետությունների հետ իրանց հարաբերություններ ճշգրտելու մեր նախասիրությունները վաճառելու կամ մեզի տեր կայնելու կամ տեր չկայնելու առումով ասենք տալիս է։ Արցախը այսօր ով ինչ ուզում է ասի։ Տավելա Ռուսաստանը, թուրքերին, Ռուսաստանը, հիմա ռուսամետները շատ ուզում են փորձեն Թուրքիա, Ադրբեջան, Թուրքիան ակրը, Թուրքիան չի կրել։ Թուրքիան որպես փոքր աղբեր ասել է ես մասնակցությունս կունենամ, որ ասենք ընդգծեն աշխարհում, որ Ադրբեջանը, Թուրքիան նույնն է։ Բայց քաղաքական որոշումը Արցախի հանձնելու կատարվել է Կրեմլում։ Եվ Կրեմլից է եկե հրահանգը, որ գիտեք ինչ կա, այն խաղապահ ճակերտներում, խաղապահ ուժերը, որը տեղակայված են Արցախի շուրջ ռուսական, որ մանանենց կանեք, որ այդ
խաղապաներով եւ Հայաստանում տեղակայված ռուսական այդ հզոր կոնտինգենտը, որ Թուրքիայի դեմը առնում է, չկարողացավ առնել 30 բնապահպանի, ադրբեջանական բնապահպանի դեմը եւ մոտ 1 տարի սովի մեջ շպայեցին Արցախը։ Սա է մեր դաշնակիցը։ Եվ գիտեք ինչ կա։ Ես նայում եմ Սալավյովի հաղորդման ժամանակ ասում եմ, բայց իրանք խաղապա չէին։ Ասում եմ, ինչ խաղապա, իրանք դիտորդներ էին։ Հա դիտորդ, այսինքն դուք դիտում եք ոնց են ցեղասպանում Հայաստանի մեկ մասին եւս, ինչ դիտորդ։ Չնայած մի կողմից ճիշտ ասում, որովհետեւ իրան դիտում են միջազգային ատյանները, այսօր երբ որ ռուսները Կրեմլից ասում են, ոչ, Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև չի կարա այլ պետությունների զորք տեղակայվի, դա պետք է լինի միայն ՄԱԿ-ի մանդատով, չէ՞։ Բայց դուք ունեիք ՄԱԿ-ի մանդատ։ Դուք ունեիք ՄԱԿ-ի մանդատ, որ դեզի խաղապահ էիք կրճակում, այսինքն դուք ագրեսիվ մի պետություն էիք, որը եկեք կայնացրել էր մեջտեղը եւ տենար ով ինչա տալի ըստ դրա դիմացել, ուրեմն ինքը նորից ընտրեց թուրքական աշխարհը, ինչպես որ 100 տարի առաջ Արցախն ու Նախճիվանը հանձնելով այսպես կոչված սովետական ժամանակահատվածում հանձնելով թուրքերին, այսօր էլ ուզում է հանձնել նաև այդ Միջանսկը, որովհետև այդ Միջանսկը կենսականորեն Ռուսաստանի համար ավելի կարևոր է, քան Հայաստանը։ Ռուսաստանի համար ես հասկանում եմ, որ այստեղ թուրքական աշխարհի եւ ռուսական աշխարհի շահերը համընկնում են այդ Միջանսկի առումով, եւ ռուսամոլները միանշանակ դա ներկայացնում են որպես թուրքերն են սա անում, բայց ես համոզված եմ, որ եթե մենք չունենանք դավաճան դաշնակից, այս բաները չէր լինի։ Ավելին, պատերազմի պարտությունից հետո ես անմիջապես գնահատականը տվել եմ մամուլով։ Տվել եմ, որ անգամ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան, այդ երկրների միաբանությունը, որ եւ պլյուս դրան, այսինքն տերորիստները, որ Սիրիայից ու եսին որտեղից բերում լցում էին մեր դեմը։ Էլի մենք կհաղթենք, եթե չլիներ 5-րդ ուժը միացած դրանց, Հայաստանի իշխանությունները, ու ոչ միայն այսօրվա իշխանությունները, այլ նախկին գեներալիտետը, նախկինների ձեռով նշանակված գեներալները, ովքեր իրանց դաբրոները, ասենք ճակերտներում ասեմ, թույլ տվությունները գեներալ ստանալու, ուսադրիները փոխելու, ստանում են միայն Լուբյանկայից։ Իսկ Լուբյանկայից գեներալ նշանակելուց Հայաստանում, այսինքն թույլատրելուց, որ իրան գեներալ նշանակեն, բնավ չէին առաջնորդվում, թե ինքը լավ հայ է, թե չէ։ Ոնց ճեղքենք այդ իրավիճակը այսօր։ Ահա, հիմա տեսեք, շատ լավ հարց։ Ուրեմն այն ուժերը, ովքեր իրանց նպատակը դրել են, այնուամենայնիվ ժողովրդական ցասում առաջացնելով հասնել այդ նպատակին, ես բնավ ոչ քննադատեմ, ոչ էլ բան։ Լավ են անում, դա էլ է պետք։ Թող շարունակեն, բայց մեր կազմակերպությունը տեսնելով, որ նման տեմպերով շարունակելուց կարող է 500 տարի հետո հասնենք նպատակի։ Դրա համար մենք ավելի շատ այսօր աշխատում ենք արտաքին ուժերի հետ։ Արտաքին ուժերի հետ։ Այսինքն դա նշանակում է հետևյալը. ազդեցիկ անձիկ, ովքեր ուժեղ քաղաքակիրթ աշխարհում ունեն ազդեցություններ իրանց կառավարությունների վրա, մենք աշխատում ենք իրանց հետ։ Շատ թեզեր մենք այսօր կարողացել ենք անցկացնենք, շատ մտքեր դարձրել են իրանց սեփականությունը, դարձրել են, այլ բանա թե դա մեխանիկապես ինչպես պետք է ռեալիզացնեն։ Դա էլ միգուցե իրանց մասնագետները ավելի լավ կհասկանան մեզանից, կամ մենք էլ որոշ բաներ քիչ տալիս ենք։ Դրա համար մենք գտնում ենք, որ մեր հանրությունը այն աստիճանի է հիվանդ, որ ինքնուրույն ինքը իր բուժումով չի կարող զբաղվել։ Իրան պետքա պարտադրված բուժեն։ Ես մի sense մատչելի օրինակ բերեմ, որ ասենք մարդկանց հասկանալի լինի։ Պատկերացրեք հիվանդանոց, որը հրդեհ է բռնկվել։ Այսինքն ես հիվանդանոցը նկատի ունեմ հետ սովետական երկրների ասենք վիճակը այսօր հիվանդանոցի նման է, որտեղ հանրությունները հիվանդացած են, որոշակի իրենց պատկերացումներով, որովհետև դա սովետական այդ աթեիստական հակաաստվածային հանրությունը չէր կարող իր հետքը չթողեր ժողովուրդների վրա։ Դե հիմա պատկերացրեք պալատներ են, մի ազգը թույլ է հիվանդացած, մի ազգը ուժեղ։ Թերապիայի բաժնի հիվանդներին ասում են հելեք փախեք։ Անգամ են
տրավմատոլոգիան է կարողանում սայլակներով էլի մի կերպ ինքն իրան տեղափոխի։ Բայց հայ ժողովուրդը այսօր նման է ռեանիմացիայի, վերակենդանացման բաժնի հիվանդներին, որը ինքն իրան իր վիճակի չի, այսինքն դե պետք են սայլակներ եւ մարդիկ, ովքեր կօգնեն։ Այդ մարդիկ կարող են լինել միայն դրսից։ Մենք այդ աստիճանի հիվանդացած հանրություն ունենք եւ մենք փորձում ենք այդ դրսից ուժերին կենտրոնացնենք այս դրսի ուժերը ունեն իրենց շահերը։ Բա պետք է շահերը համընկնում են այսօր։ Այսինքն պետք է գտնել այն այսօր շահերը, օրինակ կոնկրետ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ այդ շահերը համընկնում են։ Թրամփյան Կապ չունի Թրամփյան, ուրեմն Թրամփյան չկա։ Ուրեմն սա մեր հետ սովետական մտածելակերպն է։ Եկավ Պուտինը, Պուտինյանն է դառնում Ռուսաստանը։ Թրամփն է միշտ էլ մնալու ամերիկյան։ Լավը չեղավ ռատ կանեն։ Հիշեք, ես միշտ ասել եմ, լավը չեղավ, շատ էս խաղիկները տարավ, շատ էս սիրավեպերը շարունակեց Պուտինի հետ, ուղղակի կտան քամակին եւ կշպրտեն դուրս։ Հիշեք իմ բառերը։ Ամերիկան հզորագույն մի պետություն է, հզորագույն, որը այո, Թրամփի օրոք մոտակա 2 ամսվա ընթացքում հասցրեց այնքան սխալներ անել, բայց հələ մենք հələ չգիտենք դա սխալներ է թե ինչ-որ արդյունքները դեռ չեն։ Հա, արդյունքները չեն։ Ես նայում եմ, ասենք սխալ, բայց մատակարարումը Ուկրաինային շարունակվում է, Ուկրաինան լավ է ռմբակոծում, ամեն ինչ էլ անում։ Տեսեք, ուզում եք ասեք, ստախոս ունեք դուք, Պուտին, Փաշինյան, Օրբան, հա, դուք ունեք, Կիմ Չին, հա, դու մեր ստախոսը ձեզանից ավելի ստախ։ Ինչ ուզում անում։ Օրինակ եմ ասում։ Ուրեմն շահերը պետք է դուք ասում եք ռեանիմացիայի հիվանդի նման է եւ պետք է դուրս բերի օտար երրորդ ուժը, ես հարցրեցի այդ երրորդ ուժի շահը, անձնականը, դուք ասացիք պետք է համընկնի։ Ու համընկնում է։ Այսօր փառք ասու, պատմությունը բերե այս աշխարհում այս բռնկվող իրավիճակը բերել այն եզրակետին, որ փառք ասու, որ մոլորակի ամենամեծ ու հզոր պետության շահերի հետ համընկնում է։ Ինչն է շահը։ Օրինակ չկարծեք իշքանել Տրամփը Պուտինին գովում է, որ լավն ես, բան դու հարցակվող չես, դու լավ մարդ ես, քննարկում են զանգելը խաղաղության համար, քննարկում է իրանց բիզնեսը թե Ռուսաստանի հետ վաղ միսօր ինչ կարող են անել։ Ես չգիտեմ սա ինչ խաղեր է, վաղ միսօր կերևա։ Բայց հավատացեք, հերթական կայսրությունը Ամերիկան չի հանդուրժելու։ Այսինքն ունի ռուսական կայսրություն, որը հələ յոլա է տանում, բայց հերթական կայսրության ձևավորումը չի հանդուրժելու, այսինքն դա Թուրանի մասին եմ ես խոսում, եւ այդ Թուրանի միակ խոչընդոտը մենք ենք հայերս, հասկանում եք, այսինքն այստեղ մեր շահերը համընկնում են, փոխանակ մեր ռազմաքաղաքական իշխանությունները գեներացնեն իրանց ամբողջ ունակությունը, ամբողջ հնարավորությունները, ամբողջ քարոզչական մեքենան, ամբողջ այդ ամեն ինչը կենտրոնացնեն դրան, որ շահերը համընկել են եւ դրանից օգտվենք։ Չէ, այդում խաղաղություն են ինչ-որ բաներ, ինչ խաղաղություն։ Ում հետ խաղաղություն։ Դուք տեսել եք այն կադրները, որ հայ տղաների վիզն են կտրում։ Հա դու вообще ո՞նց ես գնում այդ ձեռը սեղմում, որը հայ տղային կասնահարողին մեդալա կախում դոշին։ Ես չգիտեմ, եթե Աստված ինձ այդ հնարավորությունը տա, հենց ձեռը մեկնեց, այս առաջինը ինչ-որ մի բանով կացնով առանց քնցնելու, կացնով ձեռը կտրեմ, որ այդ ձեռն է մեդալ կախե մեր հերոսի, մեր մայորի քնած տեղը սպանողին, դու դրա հետ ինչ խաղաղություն, այսինքն դու փոխանեք ամբողջ զանգերը ղողանջեն, սա աշխարհով մեկ, ամբողջ ու բոլոր այն պետություններին, ովքեր հայոց ցեղասպանությունը ընդունել է, հատ գնալ ասել է տեր կայնեք ձեր ընդունած որոշումներին։ Ու բացատրի, որ այս հարցակումները Ռուսաստան, Ուկրաինա կամ վաղը միսօր ես չգիտեմ, որ պետությունները նորից իր ավելի փոքր պետության վրա կհարցակվի։ Օրինակ ի՞նչն է խանգարում նորից Իրաքին հարձակվել Քուվեյթի վրա։ Ինչի համար հենց նույն ամերիկան պատժը չի կարելի փոքր երկրի վրա հարձակվել, չէ՞։ Այսինքն ի՞նչն է խանգարում։ Ինչը կխանգարի Թուրքիային հարձակվել Հայաստանի վրա։ Ինչը կխանգարի, օրինակ ասենք, Թուրքիային հարձակվել նույն Վրաստանի վրա։ Ինչը կխանգարի, ասենք, Պարսկաստանին հարձակվել, Հայաստանի վրա։ Դուք շրջանցում եք, բայց չեք ասում Ադրբեջանին ինչը կխանգարի հարձակվել Հայաստանի վրա։ Ես էդի թողել եմ արդեն մարդկանց մտածելու վրա։
Այսինքն ամենակարևորը չեմ ասում։ Ես ասում եմ մնացած ինչքան ոչ կարևոր, հələ ոչ ակտուալ։ Իսկ ինչը կխանգարի Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա ձեր կարծիքով։ Այն ինչ որ մինչև այսօր խանգարել է։ Ինչը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ քաղաքակիրթ աշխարհը, որ պարբերաբար հա մատ են թափտվել։ Պարբերաբար ասել են խելոք վերանգի տեղ է։ Շուրա գալիս կողմ Մոսկվայից ասում են, «Ну что, Ильхамчик, опять не напал»։ Էլի չես հարձակվել։ Այնտեղ դեսեն գեներալացնում են գնալ հասցնում են մի վիճակի նորից են զանգում, արա խելոք վերանգի տեղ է։ Այսինքն նայելա գիտակցում, նման ստե ինչն է։ Հիմա տեսեք, Ռուսաստանը եւ Թուրքիան դրանք ապօրինի ստեղծված պետություններ են, որը ժամանակի ընթացքում աշխարհի կողմից ճանաչում են ստացել։ Եվ այդ ապօրինի պետությունների ապօրինի ամուսնությունից ծնվել է Ադրբեջանը։ Ադրբեջանը Ռուսաստանի եւ Թուրքիայի ապօրինի զավակն է։ Եվ իրանք ատամներով պահելու են այդ գոյացությունը։ Եվ իր գոյության 100 տարվա ընթացքում ամեն ինչ արել են, թե անունը դնենք սովետական իշխանություն, չնայած դա ռուսական կայսրություն էր։ Ամեն ինչ արել են, որ հայկական հետ կա մաս։ Լավ, այդ գիտենք։ Ջնջեն։ Եթե դեմ չեք, ընդունենք հեռախոսազանգ։ Այո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Ալո։ Ալո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Այո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Այո, լսում ենք ձեզ։ Okay, Տիկին Արաքելյան։ Այո, լսում եմ, այո։ Okay, Տիկին Արաքելյան, ես գիտեմ, որ դուք շատ խելացի ազնվորություն եք, չափից ավելի խելացի։ Առաջերտին ես մի բան եմ ուզում ասել մեր ուժին։ Բարեկամ, Հայաստանը այսօր կանգնած է կործանման առաջ։ Ես ինչքան որ հիմա դու հեքիաթներ ես պատմում, չենք ուզում լսենք, ուզում ենք, որ այդ րոպեմ առաջ այդ Փաշինյանը հեռանա մեր երկրից։ Մենք կորցրել ենք մեր պետականությունը։ Դու եկել ես Պուտին, խառնել ես իրան։ Մենք չենք ուզում այդ լսենք, մենք ուզում ենք ժողովուրդը հելի բոդի այս կորցանումից հեռնենք դուրս։ Ժողովուրդը այս ժողովուրդը կորցանվելու է, թուրքերը գալու են։ Լավ, էլ մի շարունակեք մեզ վախեցնել, մենք այսպես ասած առիթներ շատ ունենք, վախեցնողներ շատ կան։ Այնուամենայնիվ, չնայած հարցադրումը այնպիսի տոնայնության մեջ էր հեքիաթների մասին, ուրեմն ես կհիշացնեմ այդ հեքիաթահանին, որ ես մասնակցել եմ Հայաստանի պաշտպանության եւ Արցախի պաշտպանության բոլոր պատերազմներին, ի տարբերություն շատ ու շատ եւ Իրան նմաններին, որ ասենք հերրավոր երկրից բան են անում։ Ուրեմն մի հարց կա, էլի։ Ստե Նիկոլին հեռացման կամ չհեռացման մասին չի խոսքը։ Երբ որ մենք որոշենք, թե Նիկոլին հեռացնելուց հետո ով է գալու, նույն կրեմլյան գործակալը, թե ասենք այս կրեմլյան գործակալն ավելի լավ։ Այն ժամանակ մենք կգործենք հստակ։ Օրինակ ես կառաջարկեի այդ քաղաքացուն հենց վաղը տոմսը առներ, գար Երևան, եւ մենք Երևանում ինքը ինչ ասեր, ես էլ իրան որպես ենթակա կատարեի։ Այդ կան բան։ Ու հերվից հայրենիքը սիրելը շատ հարմար է։ Ես բնավ չեմ ուզում վիրավորեմ բոլոր սփյուռքահայերին, որովհետև մենք շատ ու շատ օրինակներ ունենք, ինչքան սփյուռքից եկել են հայերը զինակից որպես կողքս կայնած, մենք միասին պատերազմել ենք։ Ես շատ օրինակներ ունեմ։ Ունեմ շատ օրինակներ, ովքեր, այսինքն հավատալով իշխանությանը, այդ նույն Նիկոլին ումդեմ այսօր դուք եք սփյուռքից գովաբանում Նիկոլին, եւ Նիկոլի կառավարությանը 150-ից 200 միլիոն դոլար հավաքեցիք, ուղարկեցիք իրան, ինքը ինչ արեց։ Մխսեց, եսին ինչ արեց, չհասկացանք, որ Աննան այսօր ֆրֆռա ինքնաթիռներով եսին որդ է։ Այդ երկուս։ Երրորդն էլ, իդեպ ես ուղղակի իլրում ասենք մյուս լսողներին։ Ուրեմն ժամանակին ես մի հոդված էի գրել, որ Նիկոլը խամաճիկ է։ Ինչի վերաբերյալ ին վրա քրեական գործ հարուցեցին։ Եվ այդ քրեական գործը հասավ քննության քնչական մարմիններ, որ վիրավորել է Պաշտոնյաններին։ Ես ուրեմն այնտեղ բացատրություն տալուց, այդ կան այդ թղթերը։ Բացատրություն տալուց գրեցի, որ գիտեք ինչ կա, Նիկոլի խամաճիկ անվանում են նաև Իլհամ Ալիևը։ Ասում են, նա Կրեմլի խամաճիկն է։ Եվ այդ բառերից հետո Իլհամ Ալիևի Նիկոլ Փաշինյանը հայտարարում է լուր աշխարհին,
որ Ալիևը շատ գրագետ եւ կիրթ մարդ է։ Ոնց է ստացվում, որ Թշնամի պետության ղեկավարը Իլհամ Ալիևը, որ Փաշինյանին անվանում է խամաճիկ, ինքը գրագետ եւ կիրթ մարդ է, եւ այդ իր քաղաքացին, որ ասում է, այո, Կրեմլի խամաճիկ ես, ին վրա քրեական գործ են հարուցում։ Ուրեմն մարդ ինչքան պետք է 1000 ներողություն եմ խնդրում, բարոյական օրենքներից զուրկ լինի, այսինքն բոզ լինի, որ իր սեփական քաղաքացիորա նման հոդվածով գրական գործ հարուցեցի։ Ուրեմն այս մարդիկ ավելացրեցին այդ իմ բացատրությունը, նաև այդ բարոյական օրենքներից զուրկ լինելու հանգամանքը եւ գործը հասավ դատարան։ Եվ դատարանում պատկերացեք, ես արդարացվեցի։ Այսինքն դատական process-ը ես սկսել եմ նույն Նիկոլ Փաշինյանի գրքի գրված մասերից, հա, ընդ շատ լկտի բաներ, ասում տեսեք, սա նախ որպես էակ է անբարոյական, եւ իրան պահում է անբարոյական նաեւ քաղաքականության մեջ։ Եվ արդարացրեցի, դուք պատկերացնում եք, սա իր լրոնան, որ ես բնավ դեմ չեմ Նիկոլ Փաշինյանին հանելու։ Այս քաղաքացին կհամաձայնվի ինքը գա ստանձնի դերը եւ իր ծրագրերով։ Այստեղ կարևոր չի անգամ այո դուք ճիշտ եք ասում ով է փոխարինելու, այլ ինչ ծրագրերով է փոխարինելու։ Երկրորդ հեռախոսազանգը ընդունենք, այո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Այո, լսում ենք ձեզ։ Hello, այո։ Այո, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ Կանե ջան, եւ շատ շնորհակալություն ջուրը որ ելույթ ունեցավ այսօր։ Ես շատ արագ մի վայրկյանով ուզում մտքերս ձևակերպել։ Ինչ քաղաքական դիրքորոշման եւ ինչ մարտահրավերների կազմակերպվածության մասին խոսեց, դա բավական է բարձրագույն մակարդակ պիտի մարդ ունենա, որ հասկանա, որ ասես չէ հիվանդ է ազգը, ինչ պիտի անել հիվանդությունը բուժել, բայց ցավալի է պարոն Սաֆարյան, որ դուք ինչ որ ներկայացրեցիք, ասեցիք, որ ամբողջ աշխարհի հայ ազգը պետք է լինի մի ուղեղ, մի հոգի, մի մտածողություն, կապ չունի Հայաստանում, Ղարաբաղում, Ամերիկայում, որ հասկանա ինչն է պատճառը հիվանդությունը եւ ինչպես բուժվի։ Չկա այդ գիտակցությունը քաղաքական, որ մարդիկ տեսնեք, զանգում են ինչեր են ասում։ Մեկը չի հասկանում ասածը, մյուսը ինչ որ ապուշ բռնաբարությունից է խոսում, անհարմար է։ Ամբողջ ազգը պետք է ունենա բարձրագույն քաղաքական դիրքորոշում մտածողություն, որպեսզի լինի մի հատ ուժ ասենք թե օրինակ ձեզ ընտրեցին, չէ, ղեկավար դարձաք, չէ, ասեք Նիկոլը կարևոր չի, բայց մի հոգով, ասում մի ծաղկով գարուն չի բացվի, ահռելի բանակա պետք որ լինի ձեր շուրջը, բայց այդ դեպքում հարց եմ տալիս, եթե դուք էլ եղաք կամ մի ուրիշը բևեռ եղավ, մեծ ուժ եղավ եւ մեծ բանակ եղավ, բայց այդ դրսի արտաքին ստոր դավաճան այդ ուժերը ոնց պիտի պայքարեք դրա դեպ իմացաք հարցը ինչպես է նայեցեք շնորհակալություն շատ ճիշտ հարցադրում իդեպ մեր հաղորդման ընթացքում հարգարժան Տիկին Գայանեն այդ հարցը բարձրացրել էր ինչու եթե ոչ նախկին եւ ոչ ներկա ապա չի առաջանում այն երրորդ ուժը որը կստանձնի իր վրա ղեկավարությունը դուք ըստ երևույթի հենց այդ նույն հարցի շարունակությունն եք դնում այս ձեր հարցադրման մեջը այո իմ գործունեությունը ուղղված է նաև հենց դրան որ այդ երրորդ ուժը այնուամենայնիվ ձևավորվի ու ոչ թե առանձին վերցրած ինչ որ առանձին վերցրած մի քաղաքական ուժի կամ առանձին վերցրած շարժման շուրջ այլ պետք է նաև մենք կամաց չնայած ժամանակ էլ չունենք ես միշտ ասել եմ դրան այդ քաղաքական մշակույթը մենք մեր մեջ ընդունենք միավորվելու քաղաքական մշակույթը, հա, կարծես թե չունենք։ Հիմա տեսեք, լավ ին վրա օրինակը բերեմ, որ մյուսներին ասենք, ես օրինակ կհամարեի, որ իմ շուրջը եկեք միացեք ինձ, չէ, այդպես չի։ Ես ասում եմ, նմանատիպ մտածելակերպ ունեցող կազմակերպությունները, անհատները Թեկուզ եթե ոչ 100%-ով, այլ 80, 60, 70%-ով համընկնում է, մենք պետք է կարողանանք նստենք կլոր սեղանի շուրջ, ինչ կանել այդ կոնկրետ անձը ինձ համար ատելի չլինի, որպես անձ։ Այսինքն իր գաղափարները նույնն են իմ գաղափարները։ Մենք պետք է կարողանանք մեր ինչ-որ մի մասից հրաժարվել, քանի որ որպեսզի չվիրավորեմ դիմացինից, չէ՞ որ մենք միավորվում ենք։ Այս միավորման մշակույթը բազմիցս ես ասել եմ, թե ինչա պետք անել։ Հիմա ուղղակի ժամանակը չի երիկի, որ լիարժեք պատասխանեմ։
Մենք պետք է միավորվենք, ստեղծենք օրինակ ինչու՞ չէ, ես չեմ ուզում ճակերտները այսօր բացեմ, բայց ես իմ աչքի առաջ արդեն եմ տենում երիտասարդ մի քանի գործիչների, ովքեր շատ լավ կարող էին, այսինքն այդ ապագա կառավարության մեջ լինեին, ապագա լիդերներից, այսինքն որոնք կառաջնորդվեին կոնսենսուսի եւ համատեղ հարգանքի մթնոլորտում, չնայած ծագումնաբանությունը այդ կազմակերպությունների տարբեր են, բայց մտքերը նույնը։ Մենք կարող ենք համախմբվել եւ նաեւ եթե Սփյուռքն է, ինչ վերաբերվում է Սփյուռքին, Սփյուռքը այստեղ անելիք ունի։ Վաղը կգա անսպասելի, հիշեք, անսպասելի մի հատ նորից ընտրություն, որը մենք սպասում ենք 1.5-2 տարի հետո պետք է լինի, հələ դեռ ժամանակ կա 2 տարի, բայց կարող է 6 ամիս հետո լինի։ Օրինակ եմ ասում, եւ նորից անակնկալի գանք, դրա համար այսօրվանից Սփյուռքում էլ դուք որոշեք, ոնց կոնտակտները մեզ հետ բանանեք, որպեսզի մենք ի վիճակի լինենք մասնակցելու այդ ընտրություններին։ Ի վիճակի լինենք։ Տեսեք, այդ խոչընդոտների մեջ, որոնք ես պատասխանեցի Տիկին Գայանեի առաջի հարցադրումն ժամանակ, որ մի քանի հանգամանքներ կան, որ կան խանգարող հանգամանքներ։ Այո, նաև խանգարողը հենց դա է, նույն ֆինանսական հնարավորությունները, գիտեք ինչ կա, երբ որ մարդը շատ է խոսում ֆինանսներից, որոշ, այսպես ասած, ցեղ շպրտելու ունակ մարդիկ կարող են դրանից կարճել ու ինչ-որ մեկնաբանություններ անել, բայց հավատացեք, առանց ֆինանսական հնարավորության գոնե մինիմալ։ Դե հենց նույն Թրամփն ու Հարիսը, տեսեք ինչ ֆինանսական միջոցներ կարող։ Դրա համար այս առումով ես այս մեր տիկնոջը կոչ եմ անում։ Տարածեք այս մտքերը, տարածեք այս ասածները, որ դուք պետքա կարողանաք աջակցել մեզ։ Այո, այսօր տեսեք, մենք գիտենք, որ որոշակի օգնություն ստանում է նույն ազգային ժողովրդավարական բևեռը, բայց հավատացեք, այդ այնքան չնչին գումար է իրանց կազմակերպության համար, որ հազիվ դա հերիքում է գոյատևել տարածքներում, ասենք բան, բայց լուրջ պայքար տալու համար լուրջ ֆինանսներ են պետք եւ ձեր խոնարհ սպասում է ձեր զանգերը։ Շնորհակալություն։ Մեզ այնց էլ հասնում է հարթակ տրամադրել եւ ներկայացնել երրորդ ուժերի բոլորի տեսակետները։ Հայ ազատագրման համաշխարհային կազմակերպության համանախագահ Գագիկ Սարուխանյանն էր մեր հյուրը այսօր, զրուցում էր մեր Գայանե Առաքելյանը, բարին ընձեզ։